Երեք առավոտյան մոտավորապես ժամը 10-ի շրջանում մենք նախաձեռնության անդամներս շտաբ իրազեկում տվեցինք քաղաքապետարան եւ ոստիկանություն։ Մենք նաեւ ունենք ոստիկանություն տված մեր շտաբ իրազեկման ստացականը, այսինքն այս փաստաթղթի մեջ կոնկրետ նշված է, որ իրազեկումը ստացել է Նեն Ազարյան, ստորագրել է եւ ամսաթիվն է նշել։ Այս իրազեկումը ինչ է նշանակում, որ ոստիկանությունը պարտավոր է ապահովել երթի բնականon ընթացքը եւ երթի մասնակիցների անվտանգությունը։ Սա համաձայն հավաքների ազատության մասին օրենքի 32-րդ հոդվածի։ Շատ նորմալ ընդունեցին ոստիկանությունում, ստացականը տվեցին, դրանից հետո մոտավորապես 40 րոպե անց ինձ զանգեցին ոստիկանությունից, ասեցին, որ մեր անվտանգության համար պատասխանատուն ոստիկանության գնդապետ Վարդան Գևորգյանն է։ Տվեցին նրա ձեռքի հեռախոսահամարը եւ աշխատանքի հեռախոսահամարը։ Բայց ես շատ զարմացա, երբ որ այստեղ ազատության հրապարակում արդեն Օսիպյանն էր եկել եւ ինչ որ բաներ էր հայտարարում, թե մեր հավաքը անօրինական է։ Ես փորձեցի ճշտել, թե ինքը ինչ գործ ունի այստեղ, երբ որ մեր պատասխանատուն ինքը չի, նա ուղղակի իր պաշտոնն էր ասում, պաշտոնի անունը տվեց, որ իբր ավելի բարձր պաշտոնով է, դրա համար է եկել այստեղ։ Դրանից հետո ես փորձեցի զանգել այդ հեռախոսահամարով, որը որ ոստիկանությունն էր ինձ տվել, որպեսզի պարզեմ այդ մարդը, որ մեր անվտանգության համար պատասխանատուն է, որտեղ է եւ ինչ է անում։ Մի քանի անգամ զանգեցի, մի անգամ ընդամենը ինքը վերցրեց եւ շատ արագ, երբ որ ես ասեցի Գևորգյանի հետ եմ խոսում, ինքը հեռախոսահամար անջատեց հեռախոսը։ Այսինքն մենք այս փաստաթուղթը եւ այն, որ կոնկրետ մեր համար նշանակված անվտանգության պատասխանատուն չի կատարել իր գործողությունները, վիճարկելու ենք դատարանում։